Սիրելի ավանցիներ ջան, այսօր երկար զբոսնեցինք ձեր բոլորի, գրեթե բոլորի բակերով։ Տեսանք այն աջակցությունը, տեսանք այն ոգևորությունը, որ դուք դեպի փոփոխությունը տածում եք։ Ու մեր համար դա մեծ պատիվ է, որ պատմությունը մեզ է հանձնարարել այդ փոփոխությունը բերել։ Մենք մեծ գործ ունենք անելու իրար հետ։ Ինչն է այդ գործը։ Փոխել այս մարդկանց։ Ինչու փոխել այս մարդկանց։ Սկսենք սկզբից։ Երբ իրենք եկան իշխանության, դրանց համեստ ու ամաչկոտ տղեկ էին։ Հիշում եք, չէ՞, շատ համեստ, շատ ամաչկոտ։ Հետո ամեն տարի սենց հայլու մեջ նայում են, սենց ձայները ավելի կոշտ է լինում, ավելի բրուտալ են լինում, մարդկանց ավելի շատ մարդկանց են սկսում տարբեր ձևի նեղացնել, մեկը կա անգամ այնքան ուժեղ էր, որ երկու հոգի բռնել էին, որ մեր սպյուրքայի հայրենակիցներից մեկին վիրավորի շատված ձևով, այդպիսի ուժեղ տղա էր նա։ Ու այդ ամաչկոտ տղեկը վերջում դարել են շատ անամոթ տղեկ։ Երբ մենք ուզում ենք իշխանության գա մարդ, ով իրական որակական փոփոխություն պետք է բերի, մեր հիմնական ցանկությունը էս է, որ մեր երկրում լինեն իրապես համեստ, իրապես աշխատասեր, իրապես հայի նկարագրով մարդիկ։ Մեզ պետք չեն լկտիություններ, մեզ պետք չի խառնակչություն, մեզ պետք չի իրար վիրավորել, մեզ պետք է համերաշխ իրար հետ ապրենք։ Աշխարհում ամենաանվտանգ երկրներից մեկն է միշտ եղել Հայաստանը։ Որտեղ հայ է եղել, այնտեղ հանցագործությունները քիչ են եղել։ Չնայած 8 տարվա ընթացքում կրկնապատկվել է, բայց էլի աշխարհի ամենաանվտանգ երկրներից մեկն է։ Իսկ ինչ կլինի, եթե օտար տարը իրենք փորձեն Հայաստան բերեն։ Մենք գիտենք ինչ կլինի։ Եվրոպայի կենտրոնում, այդքան զինվորականների մեջ մի հատ հայի չկարեցան պաշտպանեին, որ Սաֆարովը չհասներ։ Մեզ այս ծայրամասում, Կովկասի խորքերում ոնց են պաշտպանելու։ Ոնց են իրանք Եվրոպայում չկարողացան պաշտպանեն մեր հայ զինվորականին ադրբեջանցու նկրտումներից, ադրբեջանցու ագրեսիայից։ Ստեղ ոնց են մեզ պաշտպանելու։ Գիտեք ոնց են պաշտպանելու։ Գալու են, նկարվեն, ցավակցություն հայտնեն, մի հատ հուզիչ ելույթ ասեն ու գնան։ Մենք պետք է մեր հարցը լուծենք, իսկ մեր հարցը այսպես ենք լուծում։ Բերում ենք փոփոխություն մեր երկրին։ Չենք թողում օտար տարերը գան եւ բուն դնեն մեր երկիր ու գիշեր ցերեկ աշխատում ենք Հայաստանի բարեկեցության համար։ Ուժեղ Հայաստանը աշխատանքով է լինելու։